Այս տոնական եթերը կազմակերպված այս հրաշալի թիմի կողմից ուզում եմ սկսել այն մտքով, որ կինը տիեզերք է, իսկ տղամարդը շարժիչ ուժ։ Բնականաբար կին եւ տղամարդ հարաբերությունները միշտ պետք է ունենան ուղենիշ եւ դա նրանց հավասարակշռությունն է։ Այն ամենը, ինչ կարող է ստեղծվել կին եւ տղամարդ ներդաշնակ հարաբերությունների հիմքում, պարտադիր պետք է ունենա հետևյալ կետերը։ Այն է, որ կինը եւ տղամարդը որպես մեկ ամբողջություն, որպես տիեզերական ամենակարևոր կանոններով առաջնորդվող համակարգ, իրենք իրենց ներդաշնակության հիմքում պետք է պարտադիր ունենան իրար։ Շատ հաճախ են այսօր մտքեր հնչում, թե ով է ավելի կարևոր, թե ով է ավելի առաջնորդ, թե կնոջ եւ տղամարդու էներգիաները ինչպես են բախվում։ Ես կարծում եմ տարբեր ժամանակներում եւ հատկապես տարբեր հեղինակների կողմից տարբեր կարծիքներ լսել կարող ենք։ Բայց քանի որ մենք երևի թե այն բացառիկ ազգերից ենք, որտեղ որ մշակութային ենք դարձրել կնոջը նվիրված մի ամսյակը եւ նույնիսկ շատերն ասում են, որ դա մի ամսյակ չէ, այլ հակառակը 1 տարի է, սկսվում է ապրիլի 7-ով եւ ավարտվում է մարտի 8-ով, ապա պարտադիր պետք է մեր կնամեծարության եւ կին կենտրոն լինելը ընդգծենք։ Շատ երգիչների, շատ բանաստեղծների, սիրո պոետների մոտ մենք կհանդիպենք կինը որպես կենտրոնական կերպար։ Բայց արի ու տես, որ բռնության մասին տեսությունները գալիս են եւ հավասարակշռության մեջ սկսում են վերլուծել այն ստվերոտ կողմը, որը կա իրականում, եւ կինն է ենթարկվում բռնության, եւ կին էակը եւ կին էներգիան, որտեղ շատերը օրինակ կարող են բաց թողնել, բայց շատերը հենց երեխաների կողմից են ենթարկվում բռնության, երբ որ լինում են ավելի սուր խնդիրներ։ Բայց ես միշտ ուզում եմ բալանսը պահելու համար ասեմ, որ անտեսված մի թեմա կա, թե ինչպես է տղամարդը ենթարկվում բռնության։ Ներդաշնակության բանաձևը մշակելիս, որը որ իր մեջ պարփակում է եւ ամփոփում է այն կարևոր մտքերը, որ պետք է կինը եւ տղամարդը հավասարության սկզբունքով կառուցեն հարաբերությունները, դա առաջին հերթին նշանակում է հավասար սկզբունքներով ճանաչեն միմյանց։ Հաճախ տղամարդը այստեղ մի փոքր անհավասարություն կա, ավելի շատ հնարավորություն ունի կնոջը ճանաչելու, քան կինը տղամարդուն, որովհետև եթե նայում ենք ինչպես են սկսվում հարաբերությունները, տղամարդը կարող է ավելի շուտ նկատել կնոջը, ավելի երկար հետազոտել, ավելի շուտ հնարավորություն ունենալ ծանոթանալու ֆիզիկական իր եսի կողմին, այն է, երբ տղամարդը պետք է առաջին անգամ ծանոթանա, թե ինչ է կինը, այդ նույն հնարավորությունը կինը հաճախ չունի եւ միայն կարող է ամուսնությունից հետո շատերիս համար հարսանիքից հետո ճանաչի իր կողակցին, որովհետեւ ճանաչողությունը հարաբերություններում շատ հաճախ հենց ֆիզիկական եսից է սկսում, բայց ամենակարևորը դա ինքնաճանաչողությունն է։ Ինչ է կինը եւ տղամարդը իր աղջիկ եւ տղա երեխաները ներսում ունենալով փոքր հասակից սկսում ստանալ ինքնաճանաչողության մակարդակում հաճախ մենք տղային ավելի ազատություն ենք տալիս, քան աղջիկ երեխային։ Գիտեմ, շատերը կասեն, որ ազատությունը հաճախ լավ տեղ չի տանում եւ պետք չէ դա քարոզել։ Այդ երկու բևեռներին է լավ ծանոթ եմ եւ երկուսի մեջ է կարող են գտնել եւ օգտակար եւ ոչ այնքան օգտակար կողմեր, բայց ճշմարտությունը մեկն է, եթե չկա ինքնաճանաչողություն, մենք չունենք ճանաչողության բանաձև։ Եթե չգիտեմ ես ով եմ, ինչպես կարող եմ իմ հետ կառուցվող հարաբերությունների մեջ ճանաչել նրան։ Որքան էլ որ մենք տոնական սկսենք տիեզերական գաղափարներով, միևնույն է տիեզերքը մեր ներսում է եւ մենք տիեզերքը շարժող այն էակներն ենք, այն ուժերն ենք, որոնք որ ստեղծում է ընտանիքը։ Ոչ այլ ինչ քան ընտանիքը մարդուն չի կարող տալ այն, ինչը մարդը ուզում է ամբողջ կյանքի ընթացքում։ Եկեք թվարկենք ինչ է իսկ ուզում մարդը, թե կինը եւ թե տղամարդը։ Երկուսն էլ ունեն բազային պահանջմունքներ՝ սիրելու, սիրվելու։ Երկուսն էլ ունեն բնական պահանջմունքներ՝ գրկելու եւ գրկախառնվելու։ Բնական կարիքները հոգալու։ Որևէ տեղ չես հանդիպի, որ դա նորաձև չէ, եւ դա այլևս պետք չէ հետազոտել եւ պետք չէ, որպեսզի դա մարդուն առաջնորդի։ Բնազդի մակարդակից եթե մի քիչ ավել գնանք, երկուսն էլ ունեն իրար հետ ճանապարհ անցնելու կարիք, այսինքն դնել մեկ նպատակ եւ հավասարապես այդ ճանապարհը կիսելով գնալ։
Եթե նույնիսկ տղամարդն է ավելանում կամ կինն է ավելանում, ճանապարհի մի ընթացքից երկուսն էլ սկսում են միմյանց նայելով հասկանալ եւ ուրախանալ եւ հպարտանալ ինչ ճանապարհն անց։ Եթե այդ ճանապարհը անցնում են միմյանց ոչ այնքան քաջալերելով, այլ դու շատ արեցիր, ես քիչ արեցի, դու քիչ արեցիր, ես շատ արեցի, ապա կհասնենք այն կարևոր կետին, որը ձեր ուշադրությունը արդեն գրավել է ամուսնալուծությունների ահագնացող թիվը, այսինքն այո, քանդվող ընտանիքների աճ գրանցվել է, բայց քանդվող ընտանիքը ոչ թե ավելի դրամատիկ եմ ուզում ներկայացնել, այլ որ ինք ունի նախարմատներ, որքան էլ ու հենց այս եթերներից էլ մենք կարևորեցինք նախամուսնական համատեղելիությունը, միևնույն է, հետ ամուսնալուծական թերապիան թվով ավելի շատ է մեծ դիմելիության մեջ, քան նախամուսնական համատեղելիությունը։ Նախամուսնական համատեղելիությունը այն կարևոր գործոնների համակարգն է, որտեղ որ նույն ինքը կինը ապագայում պետք է հասկանա իր համար ով է համատեղելի որպես տղամարդ, որովհետև նույն ձև տղամարդու համար է դա կարևոր, որովհետև շատ հաճախ ես երբ հարցնում եմ իսկ ինչ հենքով եք ամուսնացել, օրինակ առաջինը ինչը ֆիքսեցիք, տղամարդկանց 99% ասում է դե ամենասիրուն աղջիկն էր մեր կուրսի, մեր դասարանի, մեր թաղամասի կամ այդ միջոցառման, այսինքն արտաքին գրավչությունը դեռևս մնում է առաջին կետ։ Երբ կանանց ենք հարցնում, իսկ ինչպես հրապուրվեցիք, առաջի կետը ինչ կառանձնացնեք, որ նրան տեսակ, ասի որ ամենագեղեցկադեմ երիտասարդն էր կամ ամենատեսքովն էր կամ ամենահամակրելին էր կամ համապատասխանում էր իմ պատկերացումների տղային։ Արտաքին գրավչությունը շատ շուտ մարող կրքոտ գործոն է, այսինքն ինքը հնարավոր է մարդու մեջ առաջացնի գրավչությամբ պայմանավորված կիրք, բայց ինքը մարում է, երբ սկսվում է սոցիալական գործոնը։ Ֆիզիոլոգիան բնազդի մակարդակից ինքը կարճատև արագ մարող մի երևույթ է, իսկ սոցիալական գործոնը մեզ ավելի երկար է ուղեկցում։ Եկեք գանք նրան, որ ամուսնալուծությունների վիճակագրության հետ կապված բոլոր հարցազրույցներում նշում ենք, որ այսօր սոցիալական գործոնը պայմանավորված աշխատանքով, կրթվածության մակարդակով, կախվածությունների ահագնացող թվով մխրճվել է ընտանիքի ներս։ Եթե մենք այսօր նույն ալկոհոլամոլության, նույն կախվածությունների տարբեր տեսակների մեջ, խաղամոլության մեջ տղամարդկանց մեծ թվաքանակի կողքին տեսնում ենք աճող կանանց թվաքանակը, ապա պետք է հասկանալ, որ սա նոր վիճակագրություն չէ, պարզապես թաքնված վիճակագրությունը դուրս է գալիս ջրի երես։ Սոցիալական գործոնը այն է, որ շատերը նախամուսնական փուլում չեն պայմանավորվում, ինչպես են կառուցելու իրենց սոցիումը։ Պայմանավորվածությունը այսպիսին է, շատերի ընտանիքում տղամարդը տալիս է խոստում լավ պահելու եւ միշտ ամրապնդում է իր խոստումը, որ դու կարիք չես ունենալու աշխատելու, չգիտես ինչու, աղջկա ընտանիքը կամ հենց աղջիկը կարող է դրանից շատ ոգևորվել եւ շատ ուրախանալ, որտեղ որևէ մեկը չի ասում սիրելի պարմանուհի, ախր այդ խոստումը վարքյանական է եւ շատ երկար տարիներ անց դու քեզ չես զգալու ինքնաբավ, ռեալիզացված եւ կարիք ես ունենալու, որպեսզի ունենաս քո սիրելի աշխատանք եւ կարիք ես ունենալու, որ հենց դու աճես, ոչ թե որ դու լինես առաջ գնացող տղամարդու կողքին։ Դա հաճախ վատացնում է եւ չի լավացնում հարաբերությունները։ Եթե կրթվածության աստիճանը այս դիրքից հավասարացնենք այստեղ, որտեղ շատ աղջիկներ են ստանում կրթություն, բայց ինքը մնում է դարակում, ապա մեզ հետ կարող են կիսվել, որ գիտեք, ես էլ եմ հոգեբան, ես բժիշկ եմ, ես ունեմ այսպիսի կրթություն, բայց երբեք չեմ աշխատել, որտեղ ծնվեց առաջնեկը, ամուսինս ասեց այ լավ է դու երեխային խնամես, այս մեկը, այն մեկը, ես սիրում եմ, երբ գալիս եմ տուն, դու տանն ես լինում, սա խիստ ժամանակավոր երջանկություն է, չեմ ժխտում, դրա մեջ կա երջանկություն, որովհետև դա կյանքի հաճելի սցենար է, բայց ինքը երկար կյանք չունի, որովհետև տան պատերը երբ սկսում են ճնշել, ուրեմն իմ ասած ճշմարտությունը մտնում է ուժի մեջ։ Խուսափելու համար ամուսնալուծության այս եւ նման գործոններից շատ կարևոր է ոչ թե հետ ամուսնալուծության փուլում հոգեբանը վերլուծի եւ հիմա բոլորը ասեն, որ այո, ճիշտ է հոգեբանը, այլ հոգեբանի ճշմարտությունը, ճշմարիտ գիտելիքներ կարելի է օգտագործել նախամուսնական փուլում, ոչ թե 10 տարի անց, այլ 10 տարի առաջ։ Եվ այդ 10 տարի առաջը կարող է լինել հենց այսօր, որովհետև կա աշխատանք համատեղելիության։ Եվ երբ որ զույգը զրո չի դիմելիությունը, բայց շատ քիչ է։
Երբ որ զույգը նախ ամուսնական փուլում դիմում է հոգեբանի եւ քննարկում է իր համատեղելությունը, նա չի լսում այնպիսի խոսք, որ գիտեք դուք իրար համար չեք եւ մի ամուսնացեք։ Հակառակը, նա լսում է այսպիսի խոսք, որ կենցաղում դուք կարող եք ունենալ այս տեսակ վեճեր, որ դուք կարող եք հուզական դաշտում ունենալ այս տեսակ բախումներ, որ ձեր ծնողական մոդելները խիստ տարբեր են։ Ծնողական մոդելների վրա մի փոքր կան կառնեմ, որովհետեւ ես հայր եւ ես մայր մոդելները ունեն հետեւյալ տարբերությունները։ Հաճախ աղջիկը կարող է ունենալ խիստ խորքային տրավմա հայրիկի կերպարի հետ։ Տղան կարող է ունենալ խորքային տրավմա, օրինակ, մայրիկի կերպարի հետ։ Եվ ես հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ ոչ թե հանդիպում է մի գեղեցիկ աղջիկ, մի հաճելի երիտասարդի հետ եւ կազմում են ընտանիք, այլ հաճախ հանդիպում են նրանց տրավմաները, որովհետեւ տրավմաները հաճախ ունենում են նմանություն եւ տրավմաների մեջ կարող է լինել մի շատ խաբուսիկ բան, նրանց թվա, որ իրենց նման խնդիրներ ունենալը, գիտես, ես էլ եմ տան այսպես ճնշված եղել ու ես քեզ շատ լավ եմ հասկանում, եւ այս նմանությամբ, երբ նրանք կարող են կազմել ընտանիք, տրավմաներով ընտանիքը մի օր արթնանում են եւ տեսնում են, որ տրավմաները չկան կամ արդեն ժամանակավրեպ են եւ արդեն եկել է այս աղջիկը, այս տղա հետ ու բախվում են մի իրականության մեջ, որոնք լրիվ տարբեր մարդիկ են։ Շատ հաճախ դուք էլ լսած կլինեք, որ ասում են. Ես ո՞նց եմ այս մարդու հետ ամուսնացել։ Ինչպես է ստացվել, որ այսքան տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդու կողքին եմ ես։ Սեռը ընդհանրապես կարևոր չէ։ Ես էլ բազմաթիվ անգամ ասում եմ, որովհետև դուք ամուսնացել եք ոչ թե իրար ճանաչելով, այսինքն ամուսնացել է Վարդուհին Բենիկի հետ, այլ ամուսնացել են նրանց մոտ թաքնված խնդիրները։ Խուսափելու համար այս եւ տեսակ խնդիրներից եւ ներդաշնակության բանաձևը համակարգելով, ամփոփելով, եկեք միանգամից ասեմ, որ իրապես դուք կարող եք իմանալ, թե ինչ հետաքրքրություններ ունեք, թե դժվարությունների ժամանակ ով ինչ ռեսուրս է պատրաստ տրամադրելու։ Օրինակ, շատ դժվարությունների ժամանակ շատ կանայք պատրաստ չեն երկար դիմակայելու, կամ շատ տղամարդիկ պատրաստ չեն որևէ դժվարության ժամանակ երկարատև տանը լինելու, որովհետև նրանց համար դժվարությունը այն է, որ պետք է ուղղակի երկար աշխատել, ոչ թե դժվարություններ կարող են լինել ընտանիքում եւ ինքը պետք է մի 3 օր տան գործերով զբաղվի։ Հիմա պատկերացնում եմ ինչպիսի ալիք կբարձրանա այն խոսքից, որ տղամարդը պետք է զբաղվի տան գործերով։ Իսկ ինչու ոչ։ Երբ որ մենք խոսում ենք բալանսից, բոլորի համար դա շատ հաճելի է լսել, որովհետև կինը կարող է պարզապես ունենալ հետծննդաբերական դեպրեսիա եւ կարիք ունենա մի բանի, որ իր աչքի առաջ տղամարդը պատրաստ լինի նորածնի հետ զբաղվելու կամ մեկ բաժակ թեյ պատրաստելու, իսկ դրանից հետո ուղղակի ափսեները տեղավորելու։ Եթե սա ամենապարզամիտ դժվարությունն է, որտեղ կյանքում ինչեր ենք հանդիպում՝ կորուստներ, սնանկություն, անբուժելի հիվանդություններ, վերջապես վիշտ, վերջապես մի բան, որ մարդը կարող է անդադ ձախողել։ Եթե օրինակ ամենատարածված խնդիրներից, հետծննդաբերական խնդիրներից զույգը քիչ է մնում իրար կորցնեն, որտեղ պատրաստ չէին այդ դժվարությանը, ինչու, որովհետև նույն ծնողները կարող են ասել. մենք այսքան երեխա ենք ունեցել, մեզ հետ տենց բան չի եղել, այս ինչ նոր ձևեր են, շակերտների մեջ դրած, այդ նախադասությունից ուղղակի կարող ես փուշ կապել, որովհետև դուք էլ եք ունեցել, բայց դրա անունը չի եղել հետծննդաբերական դեպրեսիա, դրա անունը եղել է մի բան, որ պետք է անտեսել եւ անցնել առաջ եւ մեծանալ արդեն տարբեր հոգեմարմնային խնդիրներով, որտեվ երբ որ ես քանդում եմ վերջին 40-50 տարվա ընտանեկան խնդիրները, դրանց տակ զուտ եղել են չլուծված խնդիրներ, ոչ թե մենք այսօր հայտնագործություն ենք անում այս մասին խոսելով, այլ մենք խոսում ենք չխոսված եւ լավ խորը թաղված խնդիրների մասին։ Իսկ խնդիրները սիրում են խոսել, վերլուծել, փաթեթավորել, տեղավորել, շտկել, աջակցել եւ լուծել։ Ես վերջերս մի շատ կարևոր բանաձևի հանդիպեցի, քննարկում էինք ներդաշնակության տարբեր բանաձևերը, եւ ես բանաձևի մեջ զույգի մոտ կարևորեցի շատ ճիշտ պահին օգտագործել լռության տեխնիկան, ինչպես հոգեբաններն են օգտագործում թերապիայի ժամանակ, այսինքն ուղիղ տեղափոխել ընտանեկան տարբեր խնդիրների ժամանակ։ Օրինակ, կարողանալ լուռ լսել, երբ ինչ որ մեկը գանգատ ունի, ոչ թե անդադ նրան ընդհատել կամ անդադ ճիշտ լինել։ Այս բանաձևը բարձրաձայնելիս ես շատ հետաքրքիր հետևորդների, մեր սիրելի քաղաքացիների արձագանքին հանդիպեցի, որ նրանք պատրաստ չեն լռելու, որտեղ նրանց մեջ արմատացած է, որ բարձրաձայն բղավելն է, որ նրանց դարձնում է լսելի։
բայց չէ որ սա գոռացող խնդիրների մասին, այսինքն այո, նրանց արձագանքի հետ համաձայն եմ, որտեղ դա արմատացած խնդիրներ։ Ես ուղղակի նրանց հորդորեցի, որ մի բան պատկերացնեն, որ այն կողմը, որը իրենց վրա տարիներ շարունակ բղավել է, կարողանար իրենց լսել, այսինքն օգտագործել լռության տեխնիկա։ Դա ոչ թե խնդրի ժամանակ լռելն է, այլ դա ճիշտ պահին արձագանքելն է, ինչպես հոգեբանն է քեզ արձագանքում մի ամբողջ լռության մեջ։ Բոլորը պատտվեցին դեպի լռությունը եւ հասկացան, որ այո, իրենք հենց դրա կարիք ունեն եւ լռությունը այստեղ թարգմանաբար կասենք լսված լինել, կարողանալ ակտիվ լսել հոգով ականջով, то есть ականջով լսել եւ հոգով արձագանքել, որպեսզի մարդը հասկանա, որ իրեն լսեցին։ Շատ բան պետք չէ հաճախ ընտանիքներին, նույն կնոջը, նրան պետք է լսել եւ հուզականորեն արձագանքել, կամ տղամարդը եկել է աշխատանքից եւ սկսվում է նրա վրա կուտակվել մի ամբողջ, ուրեմն հուզական խնդիրներ։ Երեխանից չի լսում, դու ամբողջ օրը տանը չես, ամենատարածված գանգատները։ Ես պատկերացնում եմ, որ դա շատ է մի տղամարդու համար, ով օրինակ այդ մոդելը չի կրում, այսինքն ինքը դա չի տեսել, ինքը դա չի սովորել, տղամարդուն այդ մոդելին բերելու համար պետք է նրան ներգրավել այդ աշխատանքի մեջ, բայց կնոջն է չես կարող հիմա ասել ինչու ես դա կուտակում տղամարդու գլխին որպես սև ամպ, որովհետև ինքն է դրա կարիք ունի։ Եվ իհարկե այս խճճված լաբիրինտի մեջ ինչ է լինում, որ մենք ներդաշնակությանը մոտենալու համար պետք է ամենասկզբից բազային սկսենք հեղափոխական մոդելներ օգտագործել, բայց ոչ շատ կարճ ժամկետներում, որտեղ դա չի արձագանքի որպես օգտակար, այլ կդառնա ստրես մարդկանց համար։ Ժամանակի ընթացքում կամաց պետք է կինը եւ տղամարդը դառնան որպես հավասարակշռություն եւ իրենց բալանսի մեջ, նույն հավասարակշռության մոդելի մեջ կարողանան տարածել իրենց նեղ շրջապատում այն երջանկությունը, որի կարիք ունեն ծնողները, երեխաները եւ իհարկե զույգը։